Շարունակվում է հարգելի բարեկամներ Հայաստանի Հանրապետությունում նախընտրական ֆարսը։ Փաշինյան Նիկոլը մեղադրում է Սամվել Կարապետյանին, նրանում, որ նա օտար պետության գործակալ է։ Փաշինյան Նիկոլը մեղադրում է Սամվել Կարապետյանին մի մարդու, ում նկատմամբ մի քանի տարի առաջ գործ հարուցել տվեց եւ մտցրեց քաղաքականություն, մեկ բառի համար, մեր ձևով։ Դրա համար այդ մարդուն տարան, կալանավորեցին, փագեցին։ Հիմա մեղադրում է, որ նա օտարերկրյա գործակալ է, բայց ոչ մի գործ չկա հարուցված։ Հիմա մեղադրում է նրան, որ նա օտարերկրյա գործակալ է, բայց նրա քաղաքական գործունեությունը կասեցված չի։ Փաշինյան Նիկոլ, այս ինչ կինո եք սարքում դու Սերժիկը։ Ինչ է ձեր ուզածը, Փաշինյան Նիկոլ։ Բա մեր ձևով արտահայտության համար, եթե դու տանում ես կալանքի մարդու, օտարերկրյա պետության գործակալ լինելու մեղադրանքի համար ինչ պիտի անես։ Թե սա նախընտրական ցիրկի շրջանակներում է, Նիկոլ Փաշինյան։ Ես ասել եմ ու ասում եմ, Փաշինյան Նիկոլը իրեն կարգեց հակառակորդ Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ ժողովուրդը ատում է մեծահարուստներին, հայ ժողովուրդը ատում է մեծահարուստներին, շատ լավ հասկանալով, թե ինչպես է ձևավորվել այդ խոշոր կապիտալը։ Եվ մյուս կողմից Փաշինյան Նիկոլը կարգեց իրեն հակառակորդ դաշնակ մաշնակներին, գաղափարական արդեն հակառակորդ, որպեսզի կարողանար ժողովրդի վրա վաճառել այդ կեղծ խաղաղության թեզը։ Եվ Սամվել Կարապետյանը, եւ Գագիկ Ծառուկյանը, եւ դաշնակ մաշնակները, եւ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ հասկանալով մտել են այս խաղի մեջ։ Առավոտից երեկո գոռում գոչում են 300,000 ադրբեջանցիների մասին։ Մի տարի առաջ էր այստեղ ես ներկայացրեցի նաև իմ հարցազրույցներում, թե ինչպես էին պարբերաբար Գյումրի գալիս ադրբեջանցի խմբեր դրոններ բարձրացնում, իրենց ուզածը անում, ոչ միայն Գյումրիում, Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներում, նկարում, տեղադրում իրենց յութուբյան ալիքներում հավաքում 100,000 եւ ավել դիտումներ CBS-ի լրագրողների մասին է խոսքը, CBS թե CBC, այդ լրատվական կայքի։ Բայց այդ ժամանակ ինչու չէր խոսում Սամվել Կարապետյան, թե դեռ Սերժիկի ու Նիկոլի կողմից պայմանավորվածություն չկար քեզ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտ ներբեռնելու համար։ Թե չկար։ Բայլեի կասեիք, ադրբեջանցիները գալիս են դրոններ են բարձրացնում, ինչու չէիք խոսում դրա մասին։ Ինչու է միայն ես խոսում դրա մասին։ Փաշինյան Նիկոլ, եթե դու այդ մեղադրանքով գործ հարուցել չես տվել Սամվել Կարապետյանի նկատմամբ, եւ եթե մեր ձևով բարի համար Սամվել Կարապետյանին հասնում է ըստ քո իրավական համակարգի կալանք, ուրեմն գործակալ լինելու համար պիտի Սամվել Կարապետյանին դու կախել տաս Երևանի կենտրոնական հրապարակում։ Բայց նաև պիտի պատասխան տաս հետևյալ հարցերին։ Ով է քեզ, որ դեսպանատնից կամ որ հատուկ ծառայությունից են քեզ հրահանգել, որպեսզի դու նշանակես անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, առերևույթ բացահայտ գործակալի։ Բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, չէ, դու հղում ես անում բաց աղբյուրներին, ասում ես Սամվել Կարապետյանը օտարերկրյա գործակալ է։ Բազմաթիվ հրապարակումներ կան, ոչ պակաս հավաստի բաց աղբյուրներից, որ Արմեն Գրիգորյանը օտարերկրյա գործակալ է։ Հիմա հարց, ով է քեզ հրահանգել, որպեսզի դու Արմեն Գրիգորյանին նշանակես անվտանգության խորհրդի քարտուղար եւ չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ, ով է քեզ հրահանգել, որ ինքը պիտի մասնակցի
կառավարության նիստերին նստելով նախարարների կողքը։ Ով է քեզ հրահանգել, Փաշինյան Նիկոլ, որպեսզի դու արտաքին հետախուզական ծառայության տնօրեն նշանակես, Արմեն Գրիգորյանից ոչ մի բանով չպակաս Քրիստինե Գրիգորյանին։ Ով։ Ուզում եմ հիշեցնել ձեզ հարգելի բարեկամներ, որ Քրիստինե Գրիգորյանը Գալուստ Սահակյանի նախկին օգնականն է, եւ նաեւ ձեզ ուզում եմ հիշեցնել, որ Արման Բաբաջանյանը մի քանի ամիս առաջ հրապարակային հայտարարեց, որ արտաքին հետախուզական ծառայությունը ստեղծվել է Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ուղիղ կուրացիայի ներքո։ Իրենք են ապահովել ամեն ինչը, ընդհանուր մինչև մոտավորապես է մեջբերում այդ խոսքը կհամացանցում եւ բնականաբար իրենք են որոշել կադրային քաղաքականությունը։ Պատասխանի այս հարցին Փաշինյան Նիկոլ դուրս էր գալիս, ասում էր այդպիսի բան հնարավոր չի, ո՞նց հնարավոր չի, լավ էլ հնարավոր է։ Ով է քեզ հրահանգել Նիկոլ Փաշինյան, որպեսզի ներքին գործերի նախարար նշանակես Արփինե Սարգսյանին։ Քրիստինե Գրիգորյանից, Արմեն Գրիգորյանից ոչ մի բանով պակաս անձնավորություններին։ Փաշինյան Նիկոլ, դու երբ ելույթ էիր ունենում Իրանում, հայտարարեցիր, որ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ են եղել 18 թվականին էիր ելույթ ունենում, ասացիր Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ են եղել մարդիկ, ովքեր ում գործունեությունը բացահայտ գործակալական գործունեություն է եղել, բացահայտ գործակալական գործունեություն։ Արդյոք այդ ասացից մեջ տեղավորվում են նաև այն մարդիկ, ում մասին ես ասում էի։ Նիկոլ Փաշինյան մեղադրանքներ կան ոչ պակաս, որ Արադ Միրզոյանը թուրքական գործակալ է։ Ինչպես է այդ անձնավորությունը մինչև այժմ զբաղեցնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործոս նախարարի պաշտոնը։ Ինչպես։ Իսկ դու գործակալ չես, Նիկոլ։ Դու գործակալ չես։ Դու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից հավաքագրված չես եղել։ Այն ազգային անվտանգության ծառայության, որը ենթարկվում էր նախկին հանցագործ ռեժիմին եւ դու իբր հեղափոխություն իրականացրեցիր։ Դու գործակալ չես եղել, դու հավաքագրված չես եղել։ Գիտես, մարդիկ կան ասում են լավ է օտարերկրյա գործակալ լինես, քան ծառայես ազգային անվտանգության ծառայությանը։ Եվ այդ մարդկանց մեղադրանքները, այդ մարդկանց ձևակերպումները անհիմն չեն, Նիկոլ Փաշինյան։ Ես հավասարության նշան եմ դնում այն մարդկանց, ովքեր օտարերկրյա գործակալներ են, եւ այն մարդկանց, ովքեր ծառայել են կամ ծառայում են որպես գործակալներ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։ Որովհետև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության այդ ժողովրդի հետ եղել է բացարձակ ակոտնյա։ Դու չես եղել գործակալ։ Ամենտեղ երբ տեղի են ունենում հեղափոխություններ, լյուստրացիա է տեղի ունենում, Փաշինյան Նիկոլ։ Լյուստրացիայի չիրականացնել է, ինչի հետ է կապված։ Ինչու՞ չես հրապարակում այն մարդկանց, ովքեր ենթարկվել են քո չսիրած Սերժիկի ԱԱՑ-ին, ինչու՞ չես հրապարակում։ Դու ոչ միայն չես հրապարակում, դու այդ մարդկանց նշանակել ես բարձր պաշտոնների։ Արադ Միրզոյան արդեն ընդունել է, որ ինքը ազգային անվտանգության ծառայության գործակալ է, եւ եթե ուշադրություն դարձնեք դուք հարգելի բարեկամներ, այս խայտառակության վերաբերյալ պարլամենտում զերո քննարկում է տեղի ունեցել, զերո քննարկում։ Այն ուժերը, որոնք առավոտից երեկո Փաշինյան Նիկոլի հասցեին ամենավերջին հայտարարություններն են անում։ Դու Փաշինյան Նիկոլի կնգա հասցեին ամենավերջին հայտարարություններն են անում։ Ինչ ասես գրել չեն տալիս։ Զերո ելույթ են ունեցել Արադ Միրզոյանի խայտարակության վերաբերյալ պարլամենտում։ Դաշնակ մասնակները պատիվ ունեմ այդ խայտարակության ներկայացուցիչները։ Լսի դուք կոլեկտիվ համույթով ինչ եք ուզում այս ժողովրդից։ Ինչքան պիտի մոլորեցնեք։
Ձեր լրագրողներով, բլոգերներով, վերլուծաբաններով ինչքան պիտի մոլորեցնենք դեռ։ Փաշինյան Նիկոլ, եթե վերջում էլի եմ ասում, մեր ձևով բարի համար Սամվել Կարապետյանին ըստ քո իրավապահ համակարգի տրամաբանության հասնում է կալանք, օտար պետության գործակալ լինելու համար պիտի այդ մարդուն դու կախես։ Բայց նաև պիտի պատասխանես հետևյալ հարցին, թե ինչու ես դու Արցախը լուծարել տալուց հետո, կամ Արցախի լուծարումից հետո ձեռքի տված եք այդ գործողությունը դուք իրականացրել։ Մինչև 2023 թվականի սեպտեմբերի 9-ը, այսինքն Արցախում տեղի ունեցած այդ կիսահեղաշրջումը, դու պատասխանատու ես եղել Արցախում տեղի ունեցած բոլոր պրոցեսների համար։ Եվ դու պիտի պատասխանես, թե ինչու ես դու, Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին բարդել այդ քո ասած օտարերկրյա գործակալի 30 միլիոն դոլար վարկը, որը նա պարտք է եղել Արտչին բանկին։ Այս հարցին դու պիտի պատասխանես։ Ինչպես ես դու օտար պետության գործակալի վերցրած խոշոր վարկը դրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին եւ այդ գործակալի համար ջրել այդ վարկը, այս հարցին պիտի պատասխանես, չէ՞ դու։ Վաղ թե ուշ։ Այս պարլամենտում չի լինի, հաջորդ պարլամենտում չի լինի, բայց ո պատասխանը տալու ես այս հարցի համար, Փաշինյան Նիկոլ։ Կգա ժամանակ, երբ հայը կազատվի ձեզ նման ջոչերից։ Ոչ մի սուլթան այդպես չէր մոլորեցրել այս ժողովրդին, ինչպես արեցիր դու, Փաշինյան Նիկոլ։ Դու եւ քո քաղաքական տերը, Սերժիկը, ոչ մի սուլթանի չէր հաջողվել այսքան երկար ժամանակ այսպես մոլորեցնել այս ժողովրդին։ Բայց այս ամենը վերջանալու է։ Այս ամենը վերջանալու է եւ հայը ազատվելու է հայի ձեզ նման հայի կառավարումից եւ տա Աստված, որ հային այդ կառավարումից ազատողը լինի հայը։ Ես ձեր տիրոջ մերը